Գյումրիում արտահերթ ընտրություններին որևէ ուժ չի հավաքել 50+1%։ Անցողիկ շեմը հաղթահարել է Սարիկ Մինասյանը, Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ձայները կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Քարաքարում էլ հաղթել է Միասնություն դաշինքի թեկնածու Վալոդիա Գրիգորյանը։ ՀՊ խմբակցության падգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում տեղի ունեցած միջադեպերից հետո վայր է դրել մանդատը, քանի որ իր վարքը համարել է ոչ վայել падգամավորին եւ ներողություն է խնդրել բոլորից։ Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները, ՀՀ սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայկական կողմը հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ եւ նշել, որ Ադրբեջանն է կրակ բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Պաշտոնական այցով Հայաստան, այնուհետև Ադրբեջան է այցելել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Նա կարևորել է անել վերջին քայլերը խաղաղություն հաստատելու համար։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով։ Նա նշել է, որ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա։ Կիևն ու Մոսկվան հաղորդել են ԱԹՍ հարվածների մասին։ Խարկովում 4 մարդ է զոհվել։